Տենց բան ասելը դա դավաճանություն է իրականում։ Այսինքն ասել, որ 44 օրյա պատերազմի մեղավորը հայկական կողմն է։ Հələ մի հատ վերանանք անուններից Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, չգիտեմ, Սերժ Սարգսյան, եկեք անուններից վերանանք։ Դու հայտարարում ես, լինելով երկրորդ նախագահը երկրի, դու հայտարարում ես, որ 44 օրյա այս աղետալի պատերազմի մեղավորը Ադրբեջանը չէ, այլ հայկական կողմն է։ Դա նորմալ է, դա ինչ որ ցանկացած հայ թող իրան հարց տա։ Նորմալ է, որ իր երկրի ոչ վերջին պաշտոնյան, ամենակարևոր պաշտոնյաներից մեկը, ով իր կոչումով նախագահ է, չէ, ի վերջո, երկրորդ նախագահն է հանրապետության, հայտարարում է, որ պատերազմի հրահրողը եւ մեղավորը հայկական կողմն է։ Սա պետք է ամեն օր այդ մարդկանց ճակատին ասել, որ դուք այդ քաղաքական ուժն եք, խոսողները հայրենասիրությունից բարձր գոռացողները, հա, տարբեր պոպուլիստական նախագծեր բերողները, որ մենք հայրենասեր ենք, իրանք ամենաառաջին դավաճանն են իրենց պետության։